Քանի որ ամանորին հաշված օրեր են մնացել, եկեք միասին պատրաստենք խնդկահավի համար համեղ մարինադ։ Այս տարբերակով միսը շատ փափուկ է մնում, հյութեղ եւ ունի շատ նուրբ համ։ Խնդկահավը նախօրոք մաքրել եմ եւ թողել եմ աղաջրի մեջ 2-ից 3 օր։ Թանձրուկի համար մեզ պետք է սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագ, որը լավ տրորում ենք եւ վրան ավելացնում ենք համեմունքները։ Ես ավելացրել եմ աղ, սև եւ կարմիր պղպեղներ, հալեբի պղպեղ, չորաջիկա եւ մի փոքր կծու պղպեղ, դա ցանկության է։ Ավելացնում ենք նաեւ մի քանի ատամիկ ճզմած ծխտորը։ Ավելացնում ենք նաեւ սոյայի սոուսը եւ բոլորը միասին լավ խառնում ենք։ Բաղադրիչները եւ քանակը գրված կլինի նկարագրության բաժնում, ինչպես նաեւ կա էկրանի վրա։ Խնդկահավը ինձ մոտ կշռում էր մոտավորապես 6 կիլոգրամ։ Սկզբից թանձրուկը քսում ենք կաշվի տակի հատվածից մսի վրա անմիջապես, այդպես ավելի լավ է համեմվում։ Շատ հեշտ է առանձնանում կաշին եւ շատ հեշտ է տարածվում թանձրուկը։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս։ Այն հատվածները, որտեղ կաշին դժվար կառանձնանա, պարտադիր չէ կարող եք չքսել։ Միանգամից կաշվի վրա քսենք թանձրուկը։ Ամբողջը պատելուց հետո արդեն քսում ենք ներսի հատվածից եւ արտաքինից։ Կարճ ասած, խնդկահավին տեղը տեղին մերսում ենք բոլոր կողմերից։ Պարտադիր ամրացնում ենք թևերը եւ ոտքերը, որպեսզի եփվելու ընթացքում չառանձնանան։ Ոտքերի հատվածը կարող եք կապել նաեւ թելով։ Արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Մինչ կապելը ցանկալի է հավի ներսում տեղադրել նաեւ գազար, սխտոր, դափնու տերև, ինչ կցանկանա, կարող եք անգամ նարինջ տեղադրել։ Արեք այնպես, ինչպես հարմար եք գտնում։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ եւ տարբերվող բաղադրատոմսերը։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի եւ կարեւոր է։ Այն օգնում է ալիքի զարգացմանը եւ տարածմանը։ Ամբողջ գործողությունը կատարելուց հետո խնդկահավին տեղավորում ենք ջեռոցի համար նախատեսված տոպրակի մեջ, որն էլ տեղափոխում ենք արդեն տապակի վրա։ Կողքերը լցնում ենք էլի դափնու տերև, սև հատիկավոր պղպեղ, սխտոր եւ գազար։ Ծայրը փակում ենք, ամրացնում ենք նաեւ ծայրի հատվածում փայլաթիթեղ, որպեսզի ոտքերը շուտ չայրվեն։ Այսպես թողնում եմ մարինացվի մի քանի ժամ կամ ողջ գիշեր, որից հետո նոր դնելու ենք ջեռոց։ Եփում ենք 2 առաշճանի տակ մոտավորապես 3 ժամ։ Կախված է մսի քաշից։ Ընթացքում պետք է անպայման ստուգել եփածության աստիճանը։ Պատրաստում ենք հաջորդ թանձրուկը, որի համար մեզ պետք է թթված սեր, տոմատի մածուկ, սոյայի սոուս, կարմիր պղպեղ եւ չորաջիկա։ Ես նաեւ ավելացրել եմ մի փոքր չորացած ռոզմարին։ Սա պարտադիր չէ, կարող եք չավելացնել, կամ եթե ցանկանում եք, կարող եք թարմ վիճակում ավելացնել։ Ավելացնում ենք նաեւ մի փոքր բուսայուղ եւ բոլորը միասին լավ խառնում ենք։ Արդեն պատրաստ է խնդկահավը։ Շատ զգուշությամբ կտրում ենք տոպրակը այնպես, որ ձեռքերը չայրենք։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է կարմրել։ Վրան արդեն լցնում ենք պատրաստի թանձրուկը եւ հավասարաչափ տարածում ենք բոլոր կողմերի վրա։ Իմ ալիքում կա նաեւ խնդկահավի մեկ այլ բաղադրատոմս, հղումը կթողնեմ նկարագրության բաժնում։ Տեղափոխում ենք ջեռոց 160 աստիճանի տակ, եփում ենք 5-ից 10 րոպե։ Ահա եւ մեր համեղ, գեղեցիկ եւ տոնական խնդկահավը պատրաստ է։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Միսը այնքան լավ է եփվել, որ ոսկորն արդեն առանձնացել է։ Դե ինչ, այսօր այսպիսի համեղ եւ տոնական բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը։ Պատրաստեք եւ կիսվեք ձեր կարծիքով։